Վրաստանի նախագահի պաշտոնում սա Միխայիլ Կավելաշվիլիի առաջին այցն է Հայաստան։ Նախագահի նստավայրում նրան դիմավորել է Վահագն Խաչատուրյանը։ Հայաստան-Վրաստան հարաբերությունները նախագահ Խաչատուրյանի գնահատմամբ վերջին տարիներին աչքի են ընկել մեծ ակտիվությամբ եւ ընդլայնվող բովանդակությամբ։ Հայ-վրացական հարաբերությունները ըստ նրա զարգանում են պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում։ Գործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը Վահագն Խաչատուրյանի խոսքով պարտավորեցնում են բազմապատկել ջանքերը խորացնելու փոխշահավետ գործակցությունը։ Խաչատուրյան-Կավելաշվիլի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։ Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն ավանդույթները, դարավոր ավանդույթները, որ փոխանցվել է հազարամյակների ընթացքում, վերաբերում է մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը եւ ես ձեր այցը այդ տեսանկյունից եմ նաեւ բարձր գնահատում։ Եվ մեր այսօրվա քննարկումները, որ մենք արդեն սկսեցինք նոր երկկողմանի առանձին քննարկումները, կունենան շարունակականություն եւ ամենակարևորը մեկ անգամ եւս կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը չի կանգնի եւ մենք անընդհատ նոր գաղափարներով հանդես կգանք եւ որը ի նպաստ կլինի այս մեր երկու երկրների եւ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման։ Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է եւ ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար։ Ինչ խոսք լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը եւ եղբայրությունը օրինակելի է եւ շարունակական զարգացում է ունենալու։ Նախագահները շեշտել են տարածաշրջանում կայուն եւ հարատև խաղաղության հաստատման հրամայականը, կարևորելով խաղաղասիրական օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը, որպես Հարավային Կովկասի զարգացման առանցքային նախապայման։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հայաստանի եւ Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործոն։ Քննարկում ենք ունեցել նաեւ տարածաշրջանային կայունության եւ երկարատև խաղաղության հաստատման հարցերի շուրջ։ Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգ առաջ մղելու գործում եւ շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի աջակցման ուղղված Վրաստանի ջանքերը, գործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները եւ արժեվորու Վրաստանի դերը գործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում։ Միխայիլ Կավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի շահերից է բխում Հայաստանի կայունությունը, հաջողությունը եւ առաջընթացը։ Վրաստանը միանշանակ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Կարծում ենք, որ սա կարևոր գործընթացի սկիզբն է, որը պահանջում է հետագա համատեղ ջանքեր խաղաղ, անվտանգ, կայուն եւ զարգացած Հարավային Կովկասի տարածաշրջան ստեղծելու համար։ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կստորագրեն խաղաղության համաձայնագիրն ու դրանով իսկ Հարավային Կովկասում դրական զարգացման դինամիկան եւ տարածաշրջանի գրավչությունը կբարձրանա։ Կավելաշվիլին նշել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների միջև Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպմանը, որը Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ փոխշահավետ գործակցության գործընթացի սկիզբն է։ Վրաստանը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացին։ Պատրաստ ենք խորացնել տարածաշրջանային գործակցությունը բոլոր ուղղություններով եւ նպաստել արդար ու խաղաղ բազմաբևեռ միջազգային կարգի ձևավորմանը։ Նախագահները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցեր, նաեւ փոխայցելի ազատության ապահովման, ընդհանուր բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ հունիսի 5-ից 7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր։ Կավելաշվիլին նշել է, որ անհամբերձ սպասում է հաջորդ տարի Թբիլիսիում կայանալիք Հայաստանի մշակույթի օրերին։ Երևանյան հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը Հայաստանի պաշտոնակցին հրավիրել է Վրաստան։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակոբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթ հողին, ծաղիկներ խոնարել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մայա Խաչատրյան, լուրեր։